Բարև ձեզ, եթերում աշխարհի ամփոփումն է, ձեզ հետ եմ ես Քնարիկ Սահակյանը։ Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովից հետո գրանցված խոշոր ձեռքբերումները առաջ մղելու թրիփի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր պաշտոնում մնալու վճռականության մասին, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ քաղաքականությունը կարող է լինել բարության ուժ, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, ես հավատում եմ, որ այդպես է։ Այս կետից մենք առաջ կգնանք վստահությամբ, շարունակելով փոխել մեր երկիրը, ասել է նա, դիմելով իր թիմակիցներին, հիշեցնենք, որ Բլումբերգը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է ստիպված լինել հրաժարական տալ։ Նման քննարկումների առիթ է դարձել Էփշթեյնի ընկերոջ Փիթեր Մանդելսոնի Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակմանը շուրջ ծագած սկանդալը։ Ռուսաստանը Անկորիջի բանակցություններում ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը, այս մասին հայտարարել է Լավրովը։ Եթե մենք դրան մոտենանք տղամարդավարի, ապա խնդիրը պետք է լուծվի։ Պուտինը բազմիցս ասել է, որ այնինչ նրանք ասում են Ուկրաինայում և Եվրոպայում Ռուսաստանի համար նշանակություն չունի։ Մենք հստակ տեսնում ենք Եվրամիության ռեժիմների մեծ մասի քարանձավային ռուսաֆոբիան, շատ քիչ բացառություններով նշել է նա։ Լավրովի խոսքերով ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ ընդունել Անկորիջում Ուկրաինայի վերաբերյալ իր առաջարկները, մինչդեռ Ռուսաստանը պայծառ ապագա չի տեսնում ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերը այն մասին, որ դաշինքի զորքերը պետք է ներկա լինեն Ուկրաինայի ցամաքում, ծովում և օդում։ Նրա ելույթից մի հատված հրապարակվել է X-ի սոցիալական ցանցում, ամեն շաբաթ տեղի են ունենում նոր իրադարձություններ, որոնք Եվրոպան մոտեցնում են պատերազմին, նշել է քաղաքական գործիչը։ Օրբանը նաև ուշադրությունը հրավիրել է Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերի խոսքերին, որը ավելի վաղ հայտարարել էր, թե կցանկանար Ուկրաինայում տեսնել ԵՄ համազգեստով զինվորների։ Ի պատասխան սրա Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ չի ցանկանում տեսնել եվրոպացիներին, հատկապես երիտասարդ հունգարացիներին, որոնք կռվում են ուկրաինական տարածքում։ Ամենածանր ժամանակները դեռ առջևում են, մենք թույլ չենք տա Հունգարիան ներքաշել այս խենթության մեջ, եզրափակել է նա։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կատեգորիկ անընդունելի է ու հղի է կտրուկ էսկալացիա։ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Անտոնիո Ժոզե Սեգուրուն հաղթանակ է տանում Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Քվեների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո նա ստացել է 66.14 ձայն։ Սեգուրոյի մրցակիցը ծայրահեղաջ Չեգա, բավական է կուսակցության թեկնածու Անդրե Վենտուրան ստացել է ընտրողների ձայների 33.86%-ը։ Պորտուգալիայի աճկենտրոնամետ կառավարության ղեկավար Լուիշ Մոնտենեգրոն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Սեգուրոյի հետ դրական և կառուցողական համագործակցության։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, առողջ եղեք։